Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 13-ն է, երեքշաբթի։ Կիրակի երեկոյան Երևանում բարձրացած ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է Բաքում գտնվող հղի կնոջը, վնասելով որովայնը։ 23-ամյա 36 շաբաթական հղին որովայնի թափանցող վնասվածք պատրվածքով սուր ցավերով արյունահոսությամբ տեղափոխվել է Էրեբունի ծննդատուն, որտեղ անմիջապես վիրահատվել է։ Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատրված արգանդը, ծնվել է 2 կիլոգրամ 450 գրամ քաշով 48 սանտիմետր հասակով աղջիկ, ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խորը վնասվածքով։ Այսօր ժամը 10-ի սահմաններում Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը զանգեստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Դեպքի վայր են ժամանել Անիի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի 35-ամյա բնակիչը հոր հետ գնացել է Սմանվերդի լիճ կոչվող ջրամբար եւ ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը։ Դեպքի վայր հասած հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբի ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին եւ դուրս բերել ափ։ Կադրերը Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից։ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2024 թվականին քննվել է 2289 վարույթ, որոնցից ավարտվել է 849, դրանցից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կարճվել է 682 վարույթ։ 2023 թվականի համեմատ վարույթների թիվը 2024-ին ավելացել է մոտ 25%-ով, իսկ ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 4 միլիարդ 468 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնասը 3 միլիարդ 802 միլիոն դրամն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև վնասի վերականգնման մասին վիճակագրությունը։ Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց ավարտված քերական վարույթներով արգելանք է տրվել ընդհանուր 275 միլիոն 315 հազար 827 դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա։ Արթուր Նահապետյանը անդրադարձավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ամբողջ ժամանակահատվածին վերաբերող տվյալներին։ Կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերին եւ գործունեություն է ծավալում շուրջ 3.5 տարի։ Ամբողջ այդ ընթացքում քննվել է 4543 վարույթ, որոնցից 500-ը 1123 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 194 քերական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 19 քերական գործ կարճվել եւ քերական հետապնդումը դատարեցվել է ոչ արտարացնող հիմքով, 9 գործով 16 անձի վերաբերյալ կայացվել են արտարացման դատական ակտեր եւ 248 քերական գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս չի կայացվել։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների ընդհանուր թվականակում այս պայդրությամբ արտարացման վերաբերյալ կայացված դատական ակտերը կազմում են ընդհանուր թվականակի 4.5%։ Հաղորդումը ներկայացնելուց հետո Արթուր Նահապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցնելով, որ 3.5 տարի գործող կոմիտեն հատուկ քննչական ծառայության իրավահաջորդն է, ցանկացավ կառույցի ղեկավարից լսել բացահայտված լավագույն գործերից մեկի մասին։ Նահապետյանը օրինակ բերեց կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ։ Նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ եւ խոսքը 27 անշարժ գույքի ուղղակի վաճառքի կամ նվիրատվության կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման վերաբերյալ է։
Նախկին պաշտոնյաների հետ կապված գործերի մասին ընդհանրական հարց տվեց Ծովինար Վարդանյանը։ Ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, այսինքն նրանք ազատվել են պաշտոնից, էական չի դիմումի համաձայն թե ոնց, եւ փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով, որովհետև ենթադրենք իրենք դեռ ունեն նախկին գործընկերներ, որովհետև նոր են ազատվել պաշտոնից կամ եւ այլն, փորձում են նախկին գործընկերների միջոցով այդ թվում ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները։ Ես կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց այդպիսի գործեր կան բացահայտված։ Թագուհի Թովմասյանն էլ հարցրեց մարտի 1-ի մասին, մինչ այդ հիշեցնելով, որ կառույցի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը տարբեր խոստումներ է տվել այդ գործի վերաբերյալ, ընդհուպ հավաստիացրել, որ այն արդեն բացահայտված է։ Բայց այդ բացահայտման մասին մենք այդպես էլ ոչինչ չենք լսել։ Եվ այդպես էլ անհայտ է մնում մարտի 1-ին 10 զոհերի հանգամանքները, ինչպես են տեղի ունեցել սպանությունները։ Այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Պաշտոնավարման 2 ամիսը դեռ չանցած կոմիտեի նոր նախագահին հարց տալու համար հերթագրվել էր 16 պատգամավոր։ Վերջիններից մեկը Արմենուհի Ղազարյանն էր, ում համոզմամբ կոռուպցիան մեր երկրում 2018 թվականից հետո էլ չի կրում համակարգային բնույթ։ Այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ մեր իրականության մեջ ինչպիսի խորություն ունեն այսօր կոռուպցիոն դրսևորումները պետական համակարգի միջին եւ ցածր օղակներում ձեր գնահատմամբ։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ համակարգային կոռուպցիա չունենք Հայաստանի Հանրապետությունում, ունենք կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում, այդ թվում նաև միջին եւ ստորին օղակներում ձեր կողմից նշված, բայց միաժամանակ հավաստիացնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում այդ կոռուպցիոն դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու եւ նաև նախականխելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային, նշելով, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, ապա Վաշինգտոնը դուրս կգա կարգավորման գործընթացից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Մենք ցանկանում ենք հանդես գալ որպես միջնորդ այդ հարցում։ Սա մեր պատերազմը չէ, մենք պատերազմ չենք սկսել, բայց ուզում ենք օգնել վերջ տալու դրան։ Դրա ուղին հրադադարն է, բոլորը դադարեցնում են բռնությունը եւ մենք որոշ ժամանակ միասին աշխատում ենք համոզվելու, որ կարող ենք լուծել այստեղի հիմնական խնդիրները, ընդգծել է նա։ Ուիտկոֆը նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները կլինեն տարածքների հարցը, Զապարոժեի ատոմակայանի կարգավիճակը եւ Ուկրաինայի դեպի Դնեպր գետ եւ Սև ծով ելքը։ Կանանց իրավունքները հասարակական թե քաղաքական կյանքում նրանց դերակատարումը տասնամյակների ընթացքում առանցքային փոփոխություններ են ունեցել։ Դրական հետևանքները աշխատանքի, ազատ տեղաշարժի, կրթության, ինչպես նաև քաղաքականությունում են։ Կանանց իրավունքների առաջնորդող դերի էվոլյուցիան Գյումրիում ներկայացվել է իրավունքներ անցյալից մինչև այսօր խորագրով լուսանկարների ցուցահանդեսում։ 1900-ականներից մինչև մեր օրերը ներկայացնող պատկերավոր լուսանկարները հավաքել եւ ցուցահանդեսում ամբողջացրել է կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ հասարակական կազմակերպությունը։ Սերնդափոխված ավանդույթների ու արժեքների տարբերությունը պատկերավոր համեմատություններում է։ Օրինակ, թե հարսանեկան արարողություններին ինչպես էին պատրաստվում կանայք տասնամյակներ առաջ եւ հիմա։ Այս լուսանկարները տիպիկ նկարագրություն են հայկական հարսանիքների էվոլյուցիայի։ Խնջույքի սեղանների ուտեստներից սկսած մինչև զարդարանք ազգի հարսներով ու կանանցով էին անում։ Օրերով շարունակվող հոգսն ու հոգնածությունը հետո տեղ չէին թողնում վայելելու հարսանեկան տոնը։ Մեր ժամանակներում ուրիշ են կարգն ու ներմուծված ձևերը։
Սեղանները ռեստորաններում են բացվում, մնացածի մասին էլ մտածում են տարատեսակ ծառայությունները։ Տպավորվեցին նկարները, մանավանդ հարսանիքի ժամանակվա նկարները, անցյալն ու ներկան խառնվել էին իրար, անցյալում կանայք ավելի տարիքով մեծ էին երևում։ Ախուրյանի տարածաշրջանի 20 գյուղերում տեղական ակտիվ խումբ հասարակական կազմակերպությունը ընտանեկան ալբոմներ է ուսումնասիրել, հին լուսանկարներ է հավաքել, գյուղական կյանքի անցյալն ու ներկան հետաքրքիր մոտեցմամբ համադրել։ 1900-ականների լուսանկարներում կանանց աշխատանքային առօրյան է, հողին ամուր կարճած մարդկանց կենցաղը, զուգահեռ իրական կյանքն է ներկայի ժամանակները։ Փորձել ենք այս նկարով ցույց տալ այդ տարբերությունները, այսինքն 1900-ական թվականներին ավելի տարածված եղել թեթև արդյունաբերությունը ու կանայք աշխատել են մեծ մասամբ տեքստիլի արտադրության մեջ, կոշիկի արտադրության մեջ, իսկ հիմա ավելի ժամանակակից մասնագիտություններն են տրենդի մեջ ու հիմա ներկայումս երկրորդ նկարով, որը հիմա է նկարվել, ցույց ենք տվել, որ կանայք նաև կարող են աշխատել օրինակ լուսանկարիչ, որը որ նախորդ տարիներին այդքան էլ տարածված չի եղել, որովհետև կանայք հիմնականում կոնկրետ արտադրություններ կան, որ այդտեղ են աշխատել։ Եղել են այն ժամանակ ընդհանրապես աշխատանքի մի քանի տեսակներ եւ միշտ չէ որ կանայք ներգրաված են եղել այդ աշխատանքում եւ եթե խոսենք այն մասին պաշտպանված են արդյոք իրավունքները հիմա թե չէ, կարող ենք ասել, որ կանայք նախ հիմա տեր են իրենց իրավունքներին եւ հիմա մենք շատ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը տղամարդկանց հետ հավասարապես տեսնում ենք եւ սա թերևս այդ էվոլյուցիայի այսպես գերագույն կետն ենք, մենք համարում։ Ժամանակներ էին, երբ կանայք աշխատում էին հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում, մնացածում կամ չէին գտնում, կամ մերժում էին ստանում։ Հիմա մասնագիտության ընտրության իրավունքի սահմանափակում չկա նաև խտրական մոտեցում քաղաքականությունում, թե բիզնեսում լինելու հարցում։ Հիմա, որ համեմատում ենք ժամանակաշրջանները, տեսնում ենք բազմաթիվ կանանց, ով գտել են իրենց տեղն ու դերը քաղաքականության մեջ ու կարողանում են համատեղել եւ ընտանիք եւ աշխատանք ու շատ լավ էլ կատարում են իրենց աշխատանքը։ Անկամ այս փոքր դետալները, երբ մենք այսքան պայքարի ընթացքում չենք նկատում այս արդյունքները, սակայն այս ցուցադրությունները հենց շատ հասցեական եւ արդյունավետ, որ վերհիշենք անցյալը եւ հիմա գնահատենք այս ընդհանուր ներկան։ 20-րդ դարից մինչև մեր օրեր շուրջ 100 տարվա փոփոխությունները, ձևափոխությունները դրական առումով ոչ միայն կանանց արտաքին տեսքում են եղել, նաև մտածողությունում։ Կանանց դերը ընտանիքում, հասարակական ու քաղաքական կյանքում արժևորելիս միայն իրավունքների չէ, որ պետք է խոսել։ Առավելապես հայ հասարակությունում կինը արժեքների կրող ու փոխանցողն է համարվում, եւ հենց նրանից է կախված սերնդի ճիշտ դաստիարակությունը։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։